Եվ փառք Աստծո դա նույնպես չի ստացվում։ Հիմա ինչա կատարվում։ Հիմա կատարվում է հետևյալը, այդ 5-րդ շարասյունը շարունակում է գործել, այն գործում է նաև ազգային ժողովում, այն փարոսիկների պես համահունչ աշխատում է հակառակորդի հետ, մեկ-մեկ ռուսերեն լեզվով, ինչպես նաև օրինակ ես ենթադրում եմ, որ ինչ-որ դրվագներ, որը որ քիչ առաջ հնչում էր, ռուսերեն լեզվով է եկել այդ դրվագները եւ թարգմանվել եւ գեղեցիկ հայերենով փորձ է արվել ներկայացվել, դրա համար, գիտեք ինչ, տեքստը պետք է ինչ-որ ձևով բռնի մարդուն, դրա համար, երբ որ լավ չես թարգմանում այդ տեքստը, ասենք Google Translate-ով ես թարգմանում կամ լավ չես տիրապետում, այսինքն մի հատ այդ 20 րոպեանոց անիմաստ տեքստերից է ստացվում, որը որևիցե բանի չի բերում։ Իսկ դուք իշխանություն չեք ուզում վերցնեք, ընդդիմությունը չի ուզում իշխանություն վերցնի, եւ դրա ապացույցները շատ են։ Ենթադրենք, եթե ուզում եք իշխանություն վերցնեիք, ինչեր պետք Վազգեն Մանուկյանին բերել։ Երբ որ մեզ ասում եք աթոռից կարճած, բայց եթե այդ աթոռը տենց լավն է, 2020 թվականի ավարտին այդ աթոռը տենց լավն էր, ինչի ոչ մեկ չհամարձակվեց այդ աթոռը վերցնի, Վազգեն Մանուկյանին բերեցիք։ Որովհետև այդ իշխանությունը դուք չէիք ուզում վերցնեիք, 2020 թվականից հետո իշխանությունը փողոցում գցած էր։ Դուք չվերցրեցիք այդ իշխանությունը, որովհետև պետք չէր, պատասխանատվություն էր։ Հետո էլ չուզեցաք վերցնեք, որ դրա համար բերեցիք Կանադայի քաղաքացուն, որպեսզի իշխանություն չվերցնեք։ Դուք չեք ուզում իշխանություն վերցնեք, առնվազն միջև այս պահը դուք չէիք կարողանում ու չէիք ուզում վերցնեք, որովհետև պատասխանատվություն է, բայց հետո ինչ եք անելու։ Կանգնելու եք ասեք նախկիններն են մեղավոր, մենք մարդիկ չեն հավատալու, որ մենք ենք մեղավոր, որովհետև մասնակից են եղել այդ ամեն ինչին եւ քվեարկել են։ Դուք իշխանություն չեք ուզում վերցնեք նաեւ հիմա։ Չեք ուզում։ Ձեր նպատակը հաջորդ ազգային ժողովում հայտնվելն է։ Այդ ելույթները, որ գալիս եք 4 տարի, 5 տարի այդ նույն բանը ասում եք։ Ինձ թվում է, բացի ձեր կողքի շրջապատում հավաքվածները ինչ որ մարդ ավելանել է, այն մարդը, որը որ մեզ ընտրել է եւ ինչ որ բանի հետ կապված միգուցե վաղը մեզ չի ընտրելու, ձեզ չի ընտրելու, գնալու է երրորդ մեկին ընտրի, բայց ձեզ չի ընտրելու։ Նենց որ այդ որսը դադարեցրեք, դուք իրականում տուպիկի մեջ եք եւ այդ տուպիկը այտենց քաղաքական լուրջ տուպիկ է։ Այն նույն բաները, այն նույն, այսպես ասած, քաղաքական վերլուծաբանները, որոնք որ հիմա հայտնվել են ինտերնետում, ոդքասթներ են անում, հարցազրույցներ են տալի, դրա իմաստը ո՞րն է։ Հաջորդ ցուցակներում հայտնվել է։ Ես լավն եմ, դենց ելույթ եմ ունեցել, այսօրվա իշխանությանը քննադատել եմ, ինձ էլ վերսեք։ Հիմա հարգելի